Մանկական Եվրատեսիլ 2011 դեկտեմբերի 3 հանդիպման վայրը Երևան։ Հայաստանում են եվրոպական մանկական փառատոնի մասնակից 13 երկրների պատվիրակությունների ղեկավարները։ 7 տարվա ազատազրկում Կիևի դատարանը հրապարակել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճիռը։ Հուշկ ու փոթորիկ Թուրքիայի հարավային ափերի մոտ կան զոհեր ու անհետ կորածներ։ Եվ այսպես 1.5 ժամից քիչ ավելի է մնացել Հայաստանի ֆուտբոլային պատմության ամենավճռորոշ էջերից մեկի կերտմանը։ Դուբլինի Ավիվա մարզադաշտում 22:45-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր ուժերը կչափի Իռլանդիայի հետ Եվրո 2012-ի ընտրական փուլի վերջին տուրում։ Այս խաղում մեր հաղթանակն օդ ու ջրի պես անհրաժեշտ է համաեվրոպական գավաթի առաջնությունում եզրափակիչ ուղեգրի համար պայքարը շարունակելու նպատակով։ Խաղը կհեռարձակվի առաջին ալիքի ուղիղ եթերով 60,000 հանդիսատեսի համար նախատեսված Ավիվա մարզադաշտից խաղի կհետևի 5,000 հայ, որոնք հայրենի հավաքականին երկրպագելու համար ժամանել են Ֆրանսիայից, Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից ու Հայաստանից։ Իսկ Երևանում խաղին բացօթյա կարելի է հետևել Ֆրանսիայի հրապարակում և մայր բուհի բակում տեղադրված հսկա էկրաններից։ Միջազգային մամուլը հեղեղված է Հայաստանի հավաքականի վերջին փառահեղ ելույթների մասին հիացական հրապարակումներով և առաջիկա խաղի վերաբերյալ կանխատեսումներով։ Մասնագետներին միավորում է վստահությունը, որ Հայաստանի թիմն իսկական ճակատամարտ է տալու եվրոպական ուժեղ հավաքականներից մեկի հետ։ 2012-ի Եվրոպայի գավաթի որակավորման փուլի 1 տարվա ընթացքում մենք շատ անակնկալներ տեսանք, սակայն դրանցից ամենամեծը մեծ մատուցեց Հայաստանի փոքրիկ ժողովուրդը, գրում է իռլանդական Bleacher Report պարբերականը։ Irish Independent-ն իր հերթին գրել է. Ցանկացած թիմ, որը Սլովակիային ջախջախում է 4-0 հաշվով և ևս 4 գնդակ է ուղարկում Մակեդոնիայի դարպասը, հարգանքի արժանի։ Սա պետք է լինի իռլանդիացիների մոտեցումն այս գիշեր։ Բրիտանական Guardian-ն էլ խոշոր վերնագրով հրապարակել է. Հայաստանի հավաքականը հերքեց տարածված տեսությունը, ավելացնելով, որ այն, ինչ անում է Հայաստանը, անկասկած հաճելի անակնկալ է։ Հայկական ֆուտբոլի ամերիկյան մեկնաբանությունները ներկայացնում է իմ գործընկեր Հայկարամ Նահապետյանը։ Մոտ 1 տարուց ավելի ինչ մեկնարկել են եվրոպական գավաթի ընտրական խաղերը, շատ անակնկալներ ունեցանք, բայց դրանցից ոչ մեկը Հայաստանի մատուցած անակնկալի չափ մեծ չէր։ Սա ամերիկյան Bleacher Report սպորտային հանդեսի Հայաստանն ընդդեմ Իռլանդիայի պատմություն արարելու հնարավորությունը խորագրով հոդվածի առաջին նախադասությունն է։ 20 միլիոն ընթերցող ունեցող ամերիկյան սպորտային հանդեսը գրեց այն, ինչ այսօր արդեն ոչ միայն Հայաստանի կամ Եվրոպայի, այլև ողջ աշխարհի ֆուտբոլասերների ուշադրության կիզակետում է, նույնիսկ օվկիանոսից այն կողմ, ուր բասկետբոլը կամ ռեգբի հիշեցնող ամերիկյան ֆուտբոլը ավելի մասսայական են, քան դասական ֆուտբոլը, արդեն նկատել են և գրում են մեր հավաքականի սխրանքների մասին։ Հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող հայ ժողովուրդը հնարավորություն ունի պատմական նորեջ բացելու Եվրագավաթի ընտրական վերջին խաղերում, մինչև փլեյօֆ ընկած ճանապարհին հայերի առջև մնացել է միայն իռլանդական ազգային հավաքականը, գրում է ամերիկյան հանդեսը, իսկ ակնածանքն ու հիացմունքը մեր տղաների նկատմամբ նկատելի են թե ուղղակի, թե տողատակերում։ Թերթը գրում է, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլը շատ է փոխվել և եթե նախկին ընտրական խաղերում մեր թիմը լավագույն դեպքում 4-րդն էր, ապա հիմա ենթախմբի առաջատարն է խփած գնդակների հաշվարկով։ Բավական խորքային վերլուծություն կատարած ամերիկյան հանդեսը հիշեցնում է, որ եթե հայկական թիմը վերջին 3 խաղերին խփել է 11 գնդակ, ապա իռլանդացիները Անդորայի հետ խաղից առաջ վերջին անգամ դարպաս էին գրավել մարտի 26-ին Մակեդոնիայի հետ խաղում։ Հայաստանի ընտրանին հեռանկարային թիմից վերաճել է սենսացիոն թիմի, նշում է ամերիկյան հանդեսը։ Այսօրվա համարում նույնիսկ Washington Post-ն է անդրադարձել Հայաստան-Իռլանդիա հանդիպման թեմային։ Ամերիկյան կենտրոնական թերթը գրում է. Լոս Անջելոս Գալաքսի թիմի հարձակվող Ռոբի Քինը, որ պայմանագրով խաղում է Իռլանդիայի հավաքականում, բաց կթողնի Հայաստանի հետ խաղը Անդորայի հետ հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով։ Իսկ հակառակորդի ճամբարում ուրվագծվող խուճապի մասին է խոսում իռլանդական թիմի մարզիչ Ջուզեպե Տրապատոնիի հետևյալ խոսքը, որ տարածել է Associated Press-ը. Հայաստանը շատ ուժեղ է, նրանք ավելի շատ գոլ են խփել, քան մենք, և պետք է շատ ուշադիր լինենք։ Հայկարամ Նահապետյան, առաջին լրատվական։
Այժմ միանում ենք Դուբլին, որտեղ աշխատում է իմ գործընկեր Էդուարդ Քալանթարյանը։ Էդուարդ, բարի երեկո, այս պահին բոլորիս հուզող ամենակարևոր հարցը մեր թիմի տղաների տրամադրվածությունն է։ Ինչ կհաղորդեք այս մասին։ Ողջույն Աբրահամ, 1 ժամից քիչ ավելի է մնացել մինչև Իռլանդիայի եւ Հայաստանի հավաքականները դուրս կգան Ավիվա ստադիոնի խաղադաշտ։ Շատ կարևոր հանդիպում, թերևս կարևորագույնը մեր հավաքականների այս մրցաշարում եւ պետք է ասեմ, որ այն տրամադրությունը, այն հիանալի տրամադրությունը, որը մեր ֆուտբոլիստներն ունեին Դուբլին ժամանելիս, պահպանվել է մինչև հիմա։ Նրանք հոգեբանորեն, ֆիզիկապես եւ մնացած բոլոր առումներով պատրաստ են կերտել պատմություն։ Իռլանդական մամուլը չի դադարում խոսել Հայաստանի հավաքականի մասին, անվանելով հրաշք, որովհետև 1 տարում այսպիսի հավաքական ունենալը իրոք զարմանալի է թվում բոլորի համար։ Ավելի շատ ես կասեի խոսում են Հայաստանի հավաքականի, քան իրենց ընտրանու մասին, եւ ընդհանրապես Իռլանդիայում ավելի զարգացած եւ ավելի տարածված է, ավելի սիրված ռեգբին, այստեղ այդ մարզաձևին շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, չնայած այսօրվա ֆուտբոլային հանդիպմանը նախատեսվում է, որ ներկա կլինի Իռլանդիայի Հանրապետության նախագահ Մերի Մակելիսը, նախընտրական արշավի հետ են դա նաև կապում, որովհետև Իռլանդիայում շուտով նախագահական ընտրություններ են լինելու, բայց ամեն դեպքում նա լինելու է խաղադաշտում եւ պետք է հանդիպման մեկնարկից առաջ ողջունի բոլոր ֆուտբոլիստներին, այդ թվում եւ Հայաստանի հավաքականի։ Ասեմ, որ մեր հավաքականը այսօր հանդես է գալու կարմիր համազգեստով, խաղից առաջ կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ մրցավարների հետ այդպիսի որոշում է կայացվել եւ կազմին, եթե անդրադառնանք, ապա Մակեդոնիայի հետ խաղի համեմատ միայն մեկ փոփոխություն կլինի, Արթուր Յուսպաշյանի փոխարեն պաշտպանության կենտրոն կվերադառնա որակազրկումը կրած Հրայր Մկոյանը։ Այսինքն կլինի այն կազմը, որը խաղաց Սլովակիայում եւ հաղթեց 4-0 հաշվով։ Հուսանք, որ այդպիսի տրամադրություն մեր ֆուտբոլիստները կպարգևեն նաեւ այսօրվա խաղից հետո, կրկնում եմ, նրանք բոլորը շատ լավ տրամադրություն ունեն եւ շատ լավ, շատ քաջ գիտակցում են, թե ինչի են այսօր գնալու։ Աբրահամ։ Շնորհակալություն Էդուարդ, ձեզ մաղթում ենք անխափան եթեր, իսկ մեր ֆուտբոլիստներին համայն հայության հաղթական սպասումների իրականացում։ Համոզված կարող ենք ասել, որ այսօր միլիոնավոր մեր հայրենակիցները հետևելու են Էդուարդի ռեպորտաժին, ցավոք Հայաստանի տարածքից դուրս արբանյակային հեռարձակման իրավունքը չի պատկանում առաջին ալիքին եւ սփյուռքի մեր հայրենակիցները սպորտային կամ այլ ալիքներով պետք է հետևեն Իռլանդիա-Հայաստան խաղին։ Այլ թեմաների մասին, համայնքային ենթակառուցվածքների զարգացումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու գրավականն է։ Ջերմուկում ընթացող գյուղական համայնքների առաջին համաժողովն ավարտել է իր երկօրյա աշխատանքը։ Մասնակիցները քննարկել են ոչ միայն գյուղատնտեսության բարելավման, այլև գյուղի զարգացման հիմնախնդիրները՝ զբաղվածությունից մինչև առողջապահություն, արտոնյալ վարկերից մինչև գյուղմթերքի իրացում, արդյունավետ կառավարում եւ գյուղական համայնքների համաչափ զարգացում։ Ամեն ինչ գյուղի մասին եւ գյուղի համար։ Արմինե Պետրոսյանի տեսանյութում։ Ապրելու ամենատարրական պայմանները ստեղծելու համար գյուղական համայնքները կանգնում են բարդ խնդիրների առաջ։ Սեփական բյուջեների հնարավորությունը փոքր է, ճանապարհների կառուցման, կապի եւ սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ համայնքի ղեկավարները դժվարանում են գտնել։ Շատ համայնքների բյուջեների 90%-ը ձևավորվում են պետական լրավճարներով։ Առողջապահական ծառայությունների մատչելիության խնդիրը փոքր համայնքներում, որտեղ եթե խոշոր համայնքներ 255 խոշոր համայնքներում մենք ըստ էության ունենք արդեն վերակարդիականացված ամբուլատորիաներ, ապա 615 համայնքներում, փոքր համայնքներում ընդամենը բուժակներ են, մանկաբարձեր, որոնք տարրական պայմաններ չունեն։ Զբաղվածությունը գյուղերում մնում է գլխավոր խնդիրը, մինչդեռ գյուղերում կարելի է փոքր արտադրություններ հիմնել, տալ տվյալ գյուղում գոյացող բերքից արտադրանք, դարձնել այդ գյուղի խորհրդանիշը, ապահովել աշխատատեղ։ Մեկ գյուղ, մեկ ապրանք ճապոնական այս մոդելը գործազրկության խնդիրը լուծելու կարճ ուղիներից է։ Մենք կաթի 80%-ը ներկրում ենք կաթի փոշու տեսքով, մինչդեռ անասնապահության ոլորտում ունենք չիրացված մեծ ներուժ, իսկ ալպիական գոտիները բավարար են մսի արտադրություն կազմակերպելու համար։ Մենատնտեսությունից մենք պետք է կրկին վերադառնանք կոլեկտիվ աշխատանքին, այսինքն պետք է միավորվեն գյուղացիները, մեծացնեն թե իրենց հողաբաժինները, թե ունակությունը, թե ռեսուրսները, միավորվեն, որ կարողանան արկային բանկային համագարկի հետ համարձակ կերպով աշխատել, ռեսուրսներից օգտվել։ Միավորվեն, որ կարողանան նաև գիտելիք, արտադրական գիտելիք ձեռք բերեն, նաև վերամշակող խոշոր ձեռնարկությունների հետ պայմանագրային հարաբերություններում վստահ աշխատել։ Տարածքների ոչ համաչափ զարգացումն է խոչընդոտում համայնքների առաջընթացին, անհրաժեշտ է կարողությունների գերկենտրոնացումից մայրաքաղաքն ազատել եւ տեղափոխել մարզեր։ Մենք կարող ենք դիտարկել մեր մարզպետների ինստիտուտը, ինչքանով որ այս ինստիտուտը
կայանա, այնքանով կառավարությունը կարող է իր ֆունկցիաները տրամադրել մարզպետներին, նրանք ավելի լիակատար աշխատեն մարզերում, եւ երրորդ ուղղությունը դա ֆունկցիաների իջեցումն է դեպի համայնքներ։ Ինչքանով որ համայնքները պատրաստ կլինեն պետական ֆունկցիաների իրականացմանը տեղերում ինքնուրույնաբար, այնքան մենք պատրաստ ենք այդ ֆունկցիաները տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին։ 10 աշխատանքային խմբերը ջերմուկում քննարկել ու վերհանել են գյուղի հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Դրանք վերաբերում էին համայնքային ենթակառուցվածքներին, մշակույթին, կրթությանը, վարկային գործիքներին։ Եթե խնդիրների լուծման հարցում բոլոր պատասխանատու կառույցները հետևողական լինեն, գյուղերում արմատական բարեփոխումների կարելի է սպասել 3 տարի անց։ Արմինե Պետրոսյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Երևանում են 17 երկրների ԴՀԿ ծառայությունների պատվիրակներ, նրանք հայաստանյան գործընկերների հետ քննարկում են գործակցության ու մասնագիտական կարողությունների ընդլայնման հարցեր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ և օրենսդրական մեխանիզմներ ԴՀԿ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։ Մասնավոր թե պետական դատական ակտերի կատարման ծառայություն պետք է ունենա պետությունը։ Այս հարցը երկար տարիներ տարբեր երկրներ քննարկել ու հանգել են տարբեր լուծումների։ Այդ բազմամյա փորձը միմյանց փոխանցելու, ինչպես նաև միմյանց ծառայությունների կառուցվածքի հետ ծանոթանալու համար հոկտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում գիտաժողովի են հավաքվել դատական ակտերի հարկադիր ծառայությունների 17 երկրների ներկայացուցիչներ։ Դատական հարկադիրների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետն անդրադարձավ այդ ծառայության տարբեր ձևերին և հարցին, թե ի վերջո ինչպիսին այն պետք է լինի։ Մեզ համար հետաքրքրական է միջազգային փորձը մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտի ներդրման կապակցությամբ, որովհետև որ մենք գիտենք, որ կան երկրներ, որտեղ այդ մեխանիզմը արդյունավետ կիրառվում է զուգահեռաբար ունենալով և պետական և մասնավոր ինստիտուտներ։ Հայաստանի գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը ևս անդրադառնալով հարցին նշում է, որ փորձը ցույց է տալիս, որ բավական հաջողված կարելի է համարել խառը համակարգը, երբ միաժամանակ գործում են պետականն ու մասնավորը։ Հայաստանում կիրառվում է միայն պետական ծառայությունը, սակայն քննարկման մասնակիցները չեն բացառում, որ այն հնարավոր է հետագայում փոփոխվի։ Փորձի փոխանակում ենք ունենալու բոլոր երկրների հետ, մենք ուսումնասիրելու ենք բոլոր երկրների փորձը եւ այն ինչ որ կիրառելի է, այն ինչ որ ավելի մեծ արդյունք կբերի մեր հանրապետությանը եւ մեր ժողովրդին ավելի պիտանի եւ արդյունավետ կլինի, մենք դա կկիրառենք այստեղ։ Մասնագետները նշում են, որ Հայաստանի ԴՀԿ ծառայությունն անցել է բավական բարդ ու երկար ճանապարհ, ու այսօր այն կարելի է կայացած համարել։ Միաժամանակ հավելում, որ միջազգային փորձի կիրառումը մեզանում բավականին հաջողված է։ Մնում է միայն ուսումնասիրել միջազգային նորագույն պրակտիկան ծառայության հետագա կատարելագործումն ապահովելու համար։ Հայկ Հովհաննիսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել 2 փաստաթուղթ, որոնցից մեկն առաջարկում է ԵԽԽՎ-ին ընդունել բանաձև, փոխելով կանոնակարգը, որտեղ կամրագրվեն շահերի բախման բացահայտման մեխանիզմները։ Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով ժողովրդավարական խորհրդարաններում նման նորմերը առկա են։ Ըստ Դավիթ Հարությունյանի, քանի որ կասկածներն արդեն շատ են, որ ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կառույցի, առաջարկն էլ արդեն անհրաժեշտություն է։ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձևն ի տարբերություն նախորդ փաստաթղթերի բավականաչափ դրական էր քաղաքական վերջին զարգացումների ճշգրիտ գնահատումներով, բայց նաև որոշակի մտահոգություններով։ Հայկական պատվիրակությունը դեմ է քվեարկել գերմանացի падգամավորի զեկույցին, որ ըստ Հարությունյանի ծայրահեղ, թույլ և հակասական էր միջազգային իրավունքի սկզբունքների սխալ մեկնաբանությամբ։ Փաստաթուղթը փոխանակ խնդիր լուծելու ստեղծում են նորերը միջազգային իրավունքում։ Հայ խորհրդարանականները լքել են դահլիճ, երբ ադրբեջանական պատվիրակությունն ամբողջ կազմով հերթագրվել և անհեթեթ մեղադրանքներ է ներկայացրել մեր երկրի հասցեին, նաև բոյկոտել 14-16 բանաձևերի շրջանակում գործող Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստը։ Այդ հանձնաժողովը իրականում իր առաքելությունը չի կարող
կյանքի կոչել։ Իսկ առաքելությունը նրա փոխադարձ վստահություն ստեղծելն է երկու պատվիրակությունների միջև, ինչպես նաև այդ վստահության ընդլայնումը երկու պետությունների հասարակությունների միջև հարաբերությունների վրա։ Մեջ բերեմ նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի շատ կտրուկ արձագանքը ադրբեջանական պատվիրակությանը։ Ես ձեզ խորհուրդ կտայի այս եռանդ, այս էնտուզիազմը, որ դուք ծախսում եք ահա այստեղ այս դահլիճում, ուղղեիք ձեր երկրի ներքին խնդիրները լուծելու համար, այլապես տպավորությունը այնպիսին է, որ Ադրբեջանը խոսում է մի ժողովրդավարական երկրի ներկայացուցիչներ, դա իրապես մեծ ապտակ էր Ադրբեջանի պատվիրակությանը։ Օրինաց երկիր կուսակցությունն ու Ռուսաստանի հայերի միությունն իրենց մոտեցումներն են ներկայացրել հայ-ռուսական ռազմավարական գործակցության վերաբերյալ։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ է նշել, որ անկախության 20 տարիների ընթացքում հաջողվել է խորացնել ռազմավարական գործակցությունը բոլոր ուղղություններով։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են։ Ռուսաստանի հայերի միությունը լինելով ազդեցիկ հասարակական կազմակերպություն, Ռուսաստանում կարողանում է պաշտպանել եւ տարբեր ատյաններ հասցնել մեր հայրենակիցների խնդիրներուն շահերը, նաեւ կարևոր առաքելություն ունի Հայաստանում։ Օրինաց երկիրն ու Ռուսաստանի հայերի միությունը միակարգ են, երկու երկրների միջև ձևավորված ամուր հարաբերությունների հենքի վրա ընդլայնել գործակցության շրջանակը։ Բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ կա տնտեսական մեծ պոտենցիալ, մեծ ներուժ, եւ մենք պետք է ըստ ամենայնի խթանենք, որպեսզի մեր երկկողմ գործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ մեր տնտեսության տարբեր ճյուղերում ել ավելի ագրեսիվանա, դրական իմաստով ել ավելի ակտիվանա, որովհետեւ այդ շփումները, այդ հնարավորությունները մի կողմից ապահովելու են լրացիչ ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ, մյուս կողմից ավելի արդյունավետ լուծումներ են տալու մեր հասարակության մեջ կուտակված սոցիալական տնտեսական խնդիրներին։ Իհարկե մեր հիմնական մյուս խնդիրներն է պահպանել հայ եւ ռուսական բարեկամությունը։ Մենք ինքս ես եւ մեր ամբողջ խորհրդի անդամները ամեն ինչ անում ենք, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ կան երկու նախագահների միջև, այն ձեռքբերումները, որ կան, որ դրանք ել ավելի զարգացվեն եւ իրագործեն, իրականանան, չմնան ցանկություններ կամ երազանքներ։ Այդ ամեն խնդիրներից մեկն է, որ մենք հետևում ենք եւ ինչ-որ չափով իհարկե մեր մոտ դա ստացվում է։ 75-րդ օրն է, ինչ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին թույլ չեն տալիս հանդիպել իր փաստաբանների ու հարազատների հետ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել են քրդական խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության 1500 ղեկավար ու ակտիվիստ, ծագումով քուրդ 4 քաղաքապետ, մեջլիսի 6 падգամավոր։ Հայաստանում քրդական համայնքի տվյալով վերջին 3 ամսում Թուրքիայում ձերբակալված քրդերի թիվը հասնում է 8000-ի, որոնց մեծ մասը մտավորականներ են։ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները սա համարում են քաղաքական, ֆիզիկական, մշակութային ոչնչացում, քողարկված ու բացահայտ ցեղասպանություն։